Հորիզոնի ժամը 12-ի թողարկումն է, բարև ձեզ։ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ 3 ժամը 22:20-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տանտանիքը։ Տուժածներ չկան։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ կոչ է արել ադրբեջանական կողմին հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ 3 հաղթանակ զբոսայգի այցելած բարձրաստիճան պաշտոնյաները լրագրողների հետ ունեցել են նաև ճեպազրույցներ։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսելով Ադրբեջանի հետ բանակցությունների ներկա փուլից նշել է, որ ապաշրջափակման մասով Երևանի գրավոր առաջարկներին դեռ հստակ պատասխան չկա։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադառնալով Ադրբեջանի հետ բանակցությունների ներկա փուլին եւ միջնորդների անհրաժեշտ լինել-չլինելուն, նշեց, որ բանակցությունները հիմնականում ընթանում են երկկողմ, համաձայնագրի տեքստը համաձայնեցված է վերջնական եւ պետք է բանակցություններն ընթանան ստորագրման տեղի եւ ժամի վերաբերյալ։ Գրիգորյանը նշեց, որ Հայաստանը դիվանագիտական ուղիներով տվյալներ է ստացել հրադադարի Ադրբեջանի հայտարարած խախտումների վերաբերյալ եւ իրականացրել է հետաքննություն, որի արդյունքներով պարզվել է, որ հայկական կողմից այդպիսի խախտումներ չեն արձանագրվել։ Հայաստանը համապատասխան տեղեկությունները փոխանցել է ադրբեջանական կողմին։ Հայաստանի հայտարարած խախտումների վերաբերյալ, որ Ադրբեջանը խախտումներ կատարել, դրանց վերաբերյալ Հայաստանը տվյալներ է փոխանցել Ադրբեջանին եւ ակնկալում է մանրամասն հետաքննություն։ Անվտանգության խորհրդի քարտուղարը տեղեկացրեց նաեւ, որ ապաշրջափակման մասով Երևանի գրավոր առաջարկներին դեռ հստակ պատասխան չկա։ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանն անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանը վերջին շրջանում Հայաստանին հավելյալ պահանջներ է ներկայացնում, նշեց, ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը շարունակում է նույնը մնալ։ Միջանցքային տրամաբանությունը բացառվում է։ Մենք շարունակում ենք խաղաղության օրակարգին հավատարիմ լինել եւ շարժվել ուղղությամբ։ Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպերկինը հայ-ռուսական հարաբերություններից խոսելով կարևորեց այն, որ երկու կողմից էլ լինի քաղաքական կամք, պահպանելու եղած խորը հիմքերը։ Ռուսաստանը շարունակում է Հայաստանը դիտարկել որպես եղբայրական երկիր ու դաշնակից, որի հետ սերտորեն համագործակցում է, պատրաստ է առաջիկայում էլ խորացնել հարաբերությունները, այդ թվում ԵԱՏՄ ընդհանուր ինտեգրման համատեքստում։ Կարևորն այն է, որ երկու կողմից էլ լինի քաղաքական կամք, ցանկություն պահպանելու այն ամուր խորը հիմքերը, որոնք կան, եւ առաջ շարժվել երկու երկրների ինքնիշխանության հետաքրքրությունների նկատմամբ փոխադարձ հարգանքով։ Այլ հարցերի Կոպիրկինը չպատասխանեց։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Մայիսի 9-ը Եվրոպայում նշում են որպես Եվրոպայի օր, որը խորհրդանշում է եվրոպական միասնության եւ ամբողջ աշխարհում որպես խաղաղության օր։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը ուղերձ է եղել Եվրոպայի օրվա առթիվ։ Հայաստանում եւս մենք նշում ենք Եվրոպայի օրը։ Մենք նշում ենք խաղաղության, ժողովրդավարության եւ գործընկերության հանդեպ մեր հանձնառությունը։ Մենք աշխատում ենք Հայաստանի հետ նոր գործընկերության օրակարգի շուրջ։ Տրվել է նաեւ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը եւ Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել Հայաստանի դիմակայունությանը, տնտեսությանը եւ բարեփոխումներին։ Եվրոպական միության եւ Հայաստանի միջև հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել։ Դրանց հետագա ամրապնդումը կախված է երկու կողմի իրականացվելիք աշխատանքից։ Մենք նաեւ աջակցում ենք տարածաշրջանում խաղաղությանն ու հարաբերությունների կարգավորմանը։ Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական քաղաքացիական առաքելությունը մեր կուռ հանձնառության վկայությունն է, նշված է ուղերձում։ Կոմիտասի Թանգարան ինստիտուտում 3 տեղի է ունեցել Եվրոպայի օրվան նվիրված հանդիսավոր համերգային միջոցառում, որին մասնակցել եւ բացման խոսքով են հանդես եկել Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը եւ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը։ Եվրոպայի օրը խորհրդանշում է խաղաղությունը, միասնությունը եւ արժեքների հանդեպ նվիրվածությունը։ Հայաստանը մշտապես եղել է եվրոպական քաղաքակրթության մաս, կիսելով ընդհանուր պատմական ժառանգությունը եւ արժեքային հիմքերը։ Այս տարիներին մենք ականատես են եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների աստիճանական խորացմանը, հատկապես մշակույթի, կրթության եւ մարդկային շփումների ոլորտներում, իր ելույթում ընդգծել է Դավիթ Կարապետյանը։ Ինչպես արդեն տեղեկացրել էին, կաթոլիկ եկեղեցին ընտրեց իր 267-րդ պոնտիֆիկոսին։ Հռոմի պապ դարձավ ամերիկացի կարդինալ Ֆրանսիս Պրովեոն։ Նա իր համար ընտրեց Լեոն 14-րդ անունը։ Թեմայի շուրջ զրուցել ենք Արտյոմ Երկանյանի հետ։
Մեզ համար լավ լուրը այն է, որ Հռոմի Պապ չընտրվեց այն տեխնացուն, որը ամենահավանականն էր համարվում, խոսքը Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինի մասին է, ով Ադրբեջանի հետ ակտիվ համագործակցելով է հայտնի, հենց նա է եղել Հեյդար Ալիևի հիմնադրամի հետ Վատիկանի համագործակցության ճարտարապետը եւ լինելով Վատիկանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, նա էր արտոնում Ադրբեջանից բավական մեծ գումարների այդ ֆինանսավորման ծրագրերը։ Նրա անվան հետ էր կապված Վատիկանի մամուլում հակահայկական հրապարակումները եւ այս վերջին հակագիտական գիտաժողովը, որը Վատիկանում անցկացվեց ադրբեջանցիների կողմից։ Այսինքն կարծում եմ սա լավ լուր է։ Ցավոք այն տեխնացուները, որոնք մեզ համար ամենաընդունելին էին, որևէ լուրջ այսպես մրցակից չդարձան Ֆրանսիս Պորերոյի համար, խոսքը Երուսաղեմի լատին պատրիարք Պիեր Բատիստա Պիցաբալլայի մասին է եւ ազգության ֆրանսիացի Մարսելի եպիսկոպոս Ժան Մարկ Ավելինի մասին է։ Ինչ վերաբերվում է Հռոմի Պապ ընտրված Ֆրանսիս Պրևոյին, ապա նա որևէ կերպ իրեն չի դրսևորել մեզ հայերիս համար կարևոր հարցերում։ Օրինակ, մինչ նրանից առաջ Շիկագոյի եպիսկոպոսի պաշտոնը զբաղեցրած կարդինալը Բլեյս Կուպիչը 2015 թվականին շատ հստակ արտահայտվել է հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ, դատապարտել է Եղեռնը։ Մի բան, ինչ Ֆրանսիս Պրևոն չի արել, թեև Շիկագոյում բազմաթիվ հայեր կան։ Ամեն դեպքում նրա ընտրությունը որևէ վտանգ մեզ համար այսպես չի կարող թաքցնել, մնում է հուսալ, որ նա նոր վարչակազմում Վատիկանի այսպես լուրջ բարեփոխումներ կիրականացնի եւ պետքարտուղարի պաշտոնը կզբաղեցնի այժմ նոր անց այլ հոգեվորական, ինչը վերջ կտա Վատիկանի կախվածությանը Հեյդար Ալիևի հիմնադրամից։ Արտյոմ, սովորաբար Պապի ընտրությունը ամենաքաղաքականացված իրադարձություններից մեկն է, այս դեպքում ուժային կենտրոնների ինչպիսի բախում կար։ Դե եթե հաշվի առնենք, որ մոլորակում ավելի քան 1.5 միլիարդ կաթոլիկ է ապրում, իհարկե սա կարևոր քաղաքական իրադարձություն է եւ բազմաթիվ ուժային կենտրոններ իհարկե փորձում էին օգտագործել այս հնարավորությունը։ Այս անգամ եւս դե Միացյալ Նահանգների դերը ակնհայտ է, Իտալիան է փորձել վերականգնել Հռոմի Պապի վերահսկողությունը։ Դե գիտենք, որ 266 Հռոմի Պապերից 217-ը եղել են իտալացիներ եւ այժմ էլ 7 ամենահավանական տեխնացուներից 3-ը իտալացիներ էին, բայց իտալացիներին չհաջողվեց։ Ֆրանսիան է դեր խաղացել ըստ մամուլի հրապարակումների, Էմանուել Մակրոնը մի քանի գաղտնի հանդիպումներ է ունեցել, որի նպատակն է եղել անել այնպես, որ Ֆրանսիայի համար ընդունելի տեխնացուն ընտրվի, նույնպես ձախողվեց։ Լատինական Ամերիկայի տեխնացուներին միավորող, ասենք, բավական լուրջ թիմ կար, ով աշխատում էր Լատին Ամերիկան ներկայացնելու ուղղությամբ եւ այստեղ եւս որոշակի դեր խաղաց նրանց լոբինգը եւ նաեւ երրորդ աշխարհը Աֆրիկայի եւ Ասիայի այսպես համախմբված ուժերը նույնպես դեր ունեցան։ Ֆիլիպինների Կոնգոյի տեխնացուներն էին այդ երրորդ աշխարհի տեխնացուները։ Ֆրանսիս Պրևոյի դրական կողմը պլյուսը այն էր, որ նա յուրային էր ոչ միայն Միացյալ Նահանգների համար, այլ նաև լատինամերիկյան թիմի համար։ Բանն այն է, որ նա երկար տարիներ Պերույում է ծառայել եւ նաև պահպանել է պերույական քաղաքացիությունը եւ պատահական չէ, որ առաջին իսկ իր ելույթում նա խոսել է նաև իսպաներեն, պես ուղերձ հղելով իր լատինամերիկացի հետևորդներին։ Այսինքն ինչ որ չափով սա կոմպրոմիսային ընտրություն էր, որը ընդունելի էր եւ մոլորակի թիվ 1 գերտերության համար, եւ Լատինական Ամերիկայի համար, եւ ինչ որ չափով եվրոպացիների։ Արտյոմ, ինչպիսին էր Վաշինգտոնի ազդեցությունը։ Վաշինգտոնի դերը հրապարակային չի եղել, բայց ակնհայտ միանշանակ է, որ դերը եղել է իհարկե։ Թրամփը չի թաքցնում իր բավարարվածությունը, իր ողջույնի խոսքում նա ընդգծել է, որ երջանիկ է, որ առաջին անգամ պատմության մեջ ամերիկացին Հռոմի Պապ է ընտրվել եւ որ դա պատիվ է ողջ ամերիկյան ազգի համար։ Բայց մի հանգամանք, եթե ենթադրենք, որ Հռոմի Պապի ընտրությունը Դոնալդ Թրամփի անձնական ազդեցության արդյունքն է,
ապա տրամաբանական կլներ կարծել, որ Հռոմի Պապը պետք է պահպանողական լիներ։ Մինչդեռ ընտրված Հռոմի Պապը ամենևին էլ պահպանողական չէ, նրան ավելի ճիշտ կլինի դասել այսպես չափավոր բարեփոխիչների, չափավոր լիբերալների դասին։ Եվ եւս մի անսպասելի հանգամանք, պարզվում է Ֆրենսիս Սպրևոն Դոնալդ Թրամփի առաջին կադենցիայի ժամանակ բացահայտ քննադատում էր Թրամփի վարած քաղաքականությունը, ու առնվազն մի հարցում, խոսքը միգրանտների հարցին է վերաբերվում։ 18 թվականին էր այդ գրառումը արել։ Իսկ այս տարվա փետրվարին քննադատել է գործող նախագահ Վենսին նրա Սուրբ գրքի սխալ մեկնաբանության համար։ Այսինքն սա կարող է որոշ տարօրինակ տվալ, բայց կարծում եմ ամեն դեպքում Վաշինգտոնում գոհ են եւ բավարարված։ Այս ընտրությունը, ընդհանրապես Հռոմի Պապի ընտրությունը կարող է այսպես պատմության վրա ազդեցություն թողնել եւ սովորաբար թողնում է։ Մեկ անգամ հիշեցրել էի, որ երբ 78 թվականին ազգությամբ Լեհ Վայտիլան ընտրվեց Հռոմի Պապ, դա արդյունքում այսպես ազգային ինքնագիտակցության զարթոնք առաջացավ Լեհաստանում, ինչի հետևանքը եղավ Սալիդարնես շարժման ձևավորումը, այնուհետ ողջ արևելյան Եվրոպայում տարածվեց այդ բողոքի շարժումը, ալիքը եւ ի վերջո ընկավ Բերլինի պատը։ Թե այս անգամ ինչ զարգացումներ կառաջանան ամերիկացի Հռոմի Պապի ընտրվելու հետևանքով դժվար է դեռ ասել։ Շնորհակալություն, Արտեմ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ եղել նորին սրբություն Հռոմի Պապ Լևոն 14-րդին ընտրվելու կապակցությամբ։ Սրտան շնորհավորում եմ նորին սրբություն Հռոմի Պապ Լևոն 14-րդին ընտրվելու կապակցությամբ։ Այս դժվարին ժամանակներում խաղաղության, կարեկցանքի եւ ազնվության ձեր ձայնը առավել կարեւոր է, քան երբևէ։ Մաղթում եմ ձեզ ուժ եւ իմաստնություն ձեր սուրբ առաքելության մեջ, գրել է վարչապետը X-ի իր միկրոբլոգում։ Կարեգին երկրորդ ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսը եւս շնորհավորական ուղերձ եղել Հռոմի նորընտիր սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ Պապին։ Գոհություն եւ փառք ենք մատուցում Տիրոջը մեր երկու քույր եկեղեցիների միջև շարունակվող քրիստոնեական ծիրո ամուր կապի եւ հարաբերությունների համար, որոնք վերջին տասնամյակներում զորացել են փոխադարձ հարգանքի, եղբայրական հանդիպումների եւ ընդհանուր վկայությունների շնորհիվ, ասվում է վեհափառ հայրապետի շնորհավորական նամակում։ Ուկրաինայի հետ 30-օրյա հրադադարի մասին բովանդակային քննարկումը անհնար է առանց նրբությունները հաշվի առնելու, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։ Դմիտրի Պեսկովը նշել է, որ երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բարձրացրել է հրադադարի թեման, այն աջակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այն պայմանով, որ հրադադարի գաղափարի շուրջ կան բազմաթիվ նրբերանգներ եւ առանց դրանց պատասխաններ գտնելու շատ դժվար է մանրամասն խոսել դրա մասին։ Ռուսաստանի նախագահը ավելի վաղ նրբությունների շարքում նշել էր հրադադարի մոնիթորինգի դժվարությունները, ինչպես նաև հրադադարի ողջ ընթացքում արևմտյան երկրների կողմից Ուկրաինային զենք մատակարարելուց հրաժարվելը։ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի շրջանուղակի բանակցությունների 4-րդ փուլը տեղի կունենա մայիսի 11-ին Օմանում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը։ Աբբաս Արաղչին նշել է, որ բանակցությունների ճշգրիտ ժամն ու վայրը կորոշի ընդունող երկիրը Օմանը։ Բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Օմանում, երկրորդը ապրիլի 19-ին Հռոմում, երրորդը ապրիլի 26-ին կրկին Օմանում։ Քննարկվել էին իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման պարամետրերը։ Իրանի պատվիրակությունը ներկայացնում էր երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան կողմը Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Երկու միջուկային ընկերությունների միջև հակամարտության սրումը հասել է նոր մակարդակի առավոտյան Պակիստանի կառավարությունը հայտարարել է Հնդկաստանի դեմ Բանյամ ու Մարսուս անվամբ լայնամասշտաբ ռազմական գործողության մեկնարկի մասին։ Այն սկսվել է, երբ Պակիստանի զինվորականները հայտարարել են, որ հնդկական կողմը հրթիռներ է արձակել Պակիստանի ավիաբազաների, այդ թվում Իսլամաբադի մոտ գտնվող Նուրխան բազայի վրա։ Պակիստանի վարչապետը արտակարգ նիստ է հրավիրել ազգային հրամանատարական մարմնի հետ, որը պատասխանատու է երկրի միջուկային զինանոցի վերահսկման համար։ Հնդկաստանը իր հերթին մեղադրում է Պակիստանին շարունակվող լարվածության սրման մեջ եւ սպառնում է պատասխան հարվածներով։ Հնդկաստանի բանակը հայտարարել է, որ պակիստանյան անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են երկրի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Այժմին այսքանը, կհանդիպենք ժամը 15-ին։